Բաթումիում երեկ նշվեց ծովագնացի միջազգային օրը։ Ուզում եմ հպարտությամբ նշել, որ այսօր Վրաստանում կա ավելի քան 19,000 ծովագնաց, եւ այս թիվը անընդհատ աճում է։ Մենք ավելի ենք դառնում Եվրոպայի եւ Ասիայի միջև հուսալի կապող օղակ միջին միջանցքի շրջանակներում, որն էլ ավելի է մեծացնում մեր ծովագնացների դերն ու կարևորությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ծովագնացի։ Առանց ձեր հերոսական աշխատանքի Վրաստանի առաջընթացը անհնար կլիներ։ Բաթումիում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կառավարության ղեկավարը ընդգծեց վրացի նավաստիների եզակի ներդրումը միջազգային առագաստանավարկության, համաշխարհային տնտեսության եւ հասարակության զարգացման գործում, նշելով, որ յուրաքանչյուր վրացի նավաստի Վրաստանի հպարտությունն է։ Վրաստանի կողմից տրված ծովային վկայականները ճանաչվում են Եվրոմիության եւ աշխարհի ավելի քան 50 երկրների կողմից։ Սա վրացի ծովայինների պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության եւ հուսալիության միջազգային ճանաչումն է։ Մեր նավաստիները զգալի ներդրում ունեն Վրաստանի տնտեսության մեջ։ Թվերով արտահայտված այս ներդրումը տարեկան կազմում է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Նույնիսկ հիմա հազարավոր վրացի նավաստիներ հպարտությամբ կրում են Վրաստանի անունը աշխարհի տարբեր անկյուններում։ Ծովագնացների մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորեց նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղարը, ինչպես նաև էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Ծովագնացի միջազգային օրվան նվիրված արարողության ժամանակ նավաստիները պարգևատրվեցին ծովային ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար։ Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված նավաստիների հիշատակը։